Բարի առավոտ ելի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով, Փառք Տիրոջը եւ սկսեցինք մեր ուղիղ եթերը բավականին երկար դադարից հետո, մոտ 1 ամիս եւ մի քիչ էլ ավել, պատճառը այն էր, որ անակնկալ, անկանխատեսելի ձևով հայտնվեցի Եվրոպայում ծառայությունների, ես չէի պատկերացնում, այսինքն այնքան արագ ստացվեց ամեն ինչ եւ ստիպված վերջին եթերը չկարողացանք ունենալ եւ այդպես, բայց գրեցի Facebook-յան պատին, որ կներեք 1 ամսով դադարը շատ կարոտել եմ ձեզ։ Քո գրելուց հետո արձագանքները գիտես ոնց էին։ Ոնց էին։ Աստված օրհնի ճանապարհ։ Այո, տեսա։ Այսինքն Տիրոջ աղոթքներով ամեն, շատ շնորհակալ եմ արձագանքների համար։ Եվ ինչ ասեմ, այսօր միասին Գրիգոր եղբայրի հետ ենք, շարունակում ենք մեր եթերները, վստահ Աստծո կամոք, եթե Տերը կամենա, կշարունակենք։ Ինչևից երբեմն այնպես անակնկալ բան է ստացվում, որ չես կարողանում շարունակել եթերը եւ մանավանդ այս տարի դադարը շատ եղավ, 1 ամիս հունվար ամսին ունեցանք եւ նաեւ մարտ ամսին ունեցանք, բայց ինչևից է Փառք Տիրոջը։ Հավատարիմ լսարանը գիտի ինչի ինչոց է եւ այդ դաթարները չեն ազդում իր վրա։ Ուրեմն բարի լույս սիրելիներ։ Թույլ մի փոքր ճամփորդությունից պատմեմ, շատ կարճ մի քանի րոպեով, որպեսզի մեր քույր եղբայրները պատկերացնեն ինչու մեր բանը, որ ես Եվրոպա հայտնվեցի, ուրեմն ինձ հրավիրել էր Ֆրանսիայի հայ ավետարանական եկեղեցին եւ բազմաթիվ եկեղեցիներ կան տարբեր քաղաքներում, հիմա քանակը չեմ կարող ասել, բայց մոտավորապես մի 10 եկեղեցի տարբեր քաղաքների մեջ, պատկերացեք Ֆրանսիայի հարավից մինչև հյուսիս մենք շարժվեցինք եւ 10 մոտավորապես 10 մեկ պլյուս մինուս եւ ավետարանչական ծրագրով էին հրավիրել, ուրեմն շրջեցինք այդ եկեղեցիներով եւ ավետարանչություն արեցինք, շատ պատղաբեր էր, շատ օրհնաբեր էր եւ Փառք Տիրոջը, շատ շնորհակալ եմ հայ ավետարանական եկեղեցուց, որ վստահեց ինձ եւ հրավիրեց ավետարանչությունների, դրա հետ մեկտեղ 2 տարբեր եկեղեցիներում էլ եղանք, ուրեմն ծառայեցինք ուրիշ քաղաքներում եւ այդպես 1 ամիս մոտավորապես եւ մանավանդ որ աղջիկս էլ Ֆրանսիայում ապրում, մի փոքրիկ ժամանակ է տվեցի իրանց կողքը լինելու, կարոտները սառնելու։ Սա էր ճամփորդության ողջ իմաստը։ Սիրով լսում ենք ձեզ եղբայրս։ Ինձ դուր է գալիս, որ դու չես տարածվում, չես արձագանքում, չես մանրամասնում։ Դե կարևորը Տիրոջ փառքի համար եւ ամենակարևոր բանը, որ ուզում եմ ասեմ, մենք նկատեցինք, որ սա Տիրոջ դուրը եկավ այս ճամփորդությունը, այդքան բան չուրջացնենք, չէ, ասած ինչ-որ փոքրիկ բան դարձնենք եսին ինչ։ Այդ մատուցելը, երևույթ մատուցելը շատ կարևոր է, ոմանք ասածիդ պես ուրջացնում են բան, այդ համադարության ժամանակ սովորաբար ուրջացնում ես ամեն ինչը, ասում ենք երկրորդ տաք ու տեսնեմ բերում ձուկ կանաչիով ու սկսում ես մանրամասնել, բայց իրոք Տիրոջ գործի մեջ աշխատում ես ավելի զուսպ լինել, չափավոր լինել, հանկարծ չափից ավելին չասես, չափից ավելին չվերագրեն քեզ, Պողոսն էր ասում, չէ, չափից ավելին չվերագրեն ինձ, դրա համար քիչ էր խոսում այդ մասին։ Այո, այսօրվա թեման մեր Գրիգոր եղբայրն է բերել, աղոթքի մասին է, լսենք ինչու՞մ է խոսքը։ Սիրով, բայց էլի զգուշացնեմ, որ ուղղակի խոհեր են, որ
մտածում ես այդ մասին ու մտածում ես կիսվելու մասին քո խոհերով ավելի շատ քո վերլուծական աշխատանքներով ներքին քո տրամադրությամբ այդ ուղղությամբ Ես եթե թույլ տաս ուզում նաև հիշեցնել որ այս եթերը որ կազմակերպվել ենք երկար տարիներ հիմնական նպատակը քարոզելը չի քարոզները այսօր շատ են եւ փարտիրոջը բայց ավելի խոհեր, խոհալ, խոկալ այո մտածել եւ մասնակցել, ինտեգրել ձեզ այս ուրեմն խոկումի մեջ այո եւ դա մեծ էֆեկտ է տալիս մեր հոգեվոր այո խոսակցություն, ուղղակի եղբայր եղբայրական խոսակցություն, ոչ թե հանդիսավոր նոտաների վրա, այլ փոքր կենցաղային հարցերը տիրոջ մեծությունը մեր փոքրության մեջ նաև սա շատ կարևոր բան է։ Ուրեմն ենթավերնագիրը Հիսուսը սովորեցնում է աղոթել, որ գրված է նաև Մատթեոս 6:5-13, 7:11, իսկ հիմա մեջբերումը Ղուկաս 1 առաջի գլխից է։ Եղավ որ Հիսուսը ինչ որտեղ աղոթք էր անում ու երբ դադարեց նրա աշակերտներից մեկը նրան ասաց. «Տեր, մեզ աղոթել սովորեցրու, ինչպես Հովհաննեսը իր աշակերտներին սովորեցրեց»։ Առայժմ այս հատվածը Աբրահամը ինձ ուղղում տվեց շատ կարևոր։ Ուղղում չէր, ուղղակի միտքս միտք էր։ Հետաքրքիր է որ այս հատվածը Աբրահամն ասեց Հիսուսը ինչ որտեղ աղոթք էր անում, դրանից հետո սովորեցրեց, դրանից հետո աշակերտների մոտ այդ ցանկությունը առաջացավ Տիրոջից սովորել աղոթքը։ Նրանք եթե թույլ տաս նրանք ուրեմն աշակերտներից մեկը ըստ երևույթի չեմ իմանում ում անուններ բայց ինչ որ մեկը աշակերտներից նկատում է որ Հիսուս աղոթք անում եւ չի գրած բայց պատկերացնում ենք որովհետեւ իր մեջ արտնացավ աղոթելու արվեստը սովորելու այդ ցանկությունը այս աշակերտի որովհետեւ նա հրյա էր նա գիտեր աղոթքի ինչ բան է այնպես չէ որ նա աղոթքներ չգիտեր հա հрьяաները գիտեն եւ իրանց աղոթքների այսպես հատուկ այսպես թեմաներ ունեն իրանք որ ամեն իրադարձության կամ իրավիճակների մեջ իրենց աղոթք ունեն գուցե անգիր արած չգիտեմ բայց Հիսուսի աղոթքը երբ որ լսեց ինքը զարմացավ ինքը հասկացավ որ այս աղոթքը որ Հիսուս արեց շատ տարբեր է իրանց աղոթքներից մի նոր տեսակ աղոթքի մի նոր մակարդակ աղոթքի հա եւ սա իր մեջ վստահ որ սա իր մեջ ցանկություն առաջացրեց հասկանալու այդ ինչ տեսակ աղոթք էր որ դու անում ես մեզ էլ սովորեցրու այդ աղոթքը Հիսուսը իր հեղինակությամբ իր խոսքով ներողություն ես բառի համար շաբլոններից դուրս է գալիս ստանդարտներից դուրս է գալիս աղոթքի ստանդարտներ կան չէ մենք էլ ունենք այո Facebook-ով հատկապես հիմա այնքան աղոթքներ կան որ աղոթք զավակների համար աղոթք դուստրերի համար աղոթք ընտանիքի համար հա եւ ինչ որ ստանդարտներ կան ինչ որ շաբլոններ կան բայց Հիսուսը միշտ շաբլոններից դուրս է անգամ երբ որ ուղարկեցին որ ձերբակալեն պարապետ եկան ինչի եք պարապ ինչի չեք արել հրամանը նա ուրիշ ձևի էր խոսում նա հեղինակությամբ էր խոսում ասացին եւ այդ նույն վերաբերմունքը նաեւ աղոթքի վերաբերյալ ի տարբերություն շատ աղոթքների որ հնչում են գրվում են հատկապես սոցցանցերում ասում են այսպես աղոթեք վերջում եթե համաձայն եք գրեք ամեն ու դու հասկանում ես որ սրան ոչ թե աղոթքն է հետաքրքրում այլ լայքերը քանի լայք կհավաքի քանի հոգի կտեսնեն բայց Հիսուսի սովորեցրածը ամենա
դիպուկն է, էտալոնը։ Այո։ Ընդ որում այս սովորացրած աղոթքը նույնիսկ այս աղոթքի դեպքում ասում են հայր մերը հիմա ժամանակա վրեպ է։ Իր արդիականությունը կորցրել է, որովհետև այնտեղ տողեր կան, որ այսպես ասում, այսպես անում, բայց երբ որ բացահայտում ես ինքդ քո համար, ոնց կարող է Հիսուսի աղոթքը ժամանակա վրեպ լինի։ Նայ, եթե թույլ տաս օրինակ բերենք, հենց առաջին նախադասությունը, որ տարօրինակ էր աշակերտների համար, հրյաների համար, ընդհանուր առմամբ, երբ որ Հիսուս ասում է, երբ որ աղոթեք, ասեք հայր մեր։ Մենակ այս հայր մերի վրա ես կարելի է զրուցել, որովհետև հայր մերը աղոթքի տեսակը փոխում է, միայն հայր մերը քո մտածելակերպն է փոխում։ Ամեն։ Քո անձնականից քեզ դուրս է հանում եւ մտցնում է ինտեգրում է ընդհանուրի մեջ, որդիների մեջ, որդին քույր եղբայրների մեջ, սա շատ կարևոր է։ Եվ հայր բառը հрьяաները երբեք իրենց աղոթքի մեջ չեն օգտագործել հայր բառը, սա հեղափոխություն է մի ձևով։ Թույլ տվեք այսպես պայմանական ասենք, ինչպես կարելի է Աստծուն համարել հայր։ Նրանք երբ որ աղոթում էին, նրանք Աստծուն ասում էին բարձրյալ, ամենաբարձրյալ, ոչ անգամ անունը չէին տալիս, Всевышний ռուսերենով, ու հանկարծ գալիս է մեկը, որ ասում է ոչ, աղոթքի տեսակը ուրիշ պետք է լինի, նա մեր հայրն է, ընդունիր նրան որպես, հասկացիր, որ դու նաև այստեղ այն իմաստը կա, վերստին ծնունդի խորհուրդը կա, երբ որ ասում ես հայր, հենց այնպես չես ասում, ծնվածն է ասում, Աստծուց եղածն է ասում, հայր, նկատում ես, ինչպես է փոխվում աղոթքի տեսակը, եւ եթե թույլ տաս այս միտքն էլ արտահայտեմ, հայր մերը ինչա փոխում մարդու մեջ, մի քիչ ավելի ուզում եմ պարզեցնել, եսա կենտրոն կյանքն է փոխում, ամեն ինչ քո շուրջը պատտվող մտածելակերպն է փոխվում, աղոթքի տեսակն է փոխվում, երբ որ դու հասունանում ես այն աստիճանի, որ դառնում ես որդի, քո հարաբերությունն է փոխվում Աստծո հետ, որովհետև դու այլևս եսա կենտրոն չես, հայր իմը չի, հայր իմը չէ, հայր մերն է դառնում, այսինքն քո աղոթքի բնույթը մոնո չի դառնում, դառնում է կոլեկտիվ ավելի ընդհանրական բառը բերենք ստեղ, այսինքն դու նրանցից մեկն ես, դու այս միտքն է, դու որդիներից մեկն ես, եւ երբ որ այս մտածելակերպն է քո մեջ կառուցված խոսքի շնորհիվ Աստծո, դու այլևս եսա կենտրոն չես, Տեր տուր ինձ, ասա ինձ, խոսա իմ հետ, կարելի է ասել, ինչու՞ չէ, բայց կենտրոնում դու չես, կենտրոնում նա է, որը ունի շատ որդիներ։ Նկատում ես ինչ մեծ բան ասա, գաղափար է։ Այո, հենց այդ մասին էի ուզում խոսել, հայր մեր հասկացողության մասին, որ դրանով սկսվում է, չէ, բոլորովին ընդհանրակը օգնեցիր, ապացուցեցիր, որ ինքան բազմաշերտ է, շատ բազմաշերտ է, շերտերից մեկն է դա, մյուս շերտի մասին եմ ուզում խոսել, հայր մեր հասկացողություն, հայր հասկացողությունը ավելի կոնկրետ, գիտես առակներով Հիսուսը սովորեցնում էր հոգևոր խորհուրդներ, հոգևոր երևույթներ, օրինակ Աբրահամի Աստված, Իսահակի Աստված, Հակոբի Աստված, ինչ խորհուրդ կա սրան մեջ, սրա մեջ անհատները չեն, սրա մեջ երևույթներն են, Աբրահամը հավատքի հայր, երբ որ ընդգծվում այս, ու Աստված իզուր չի, Աբրահամի Աստված, Իսահակը խոստումի Աստված, խոստումներ կատարելու։ Չէ, Հակոբը շրջանցեց։ Հակոբը վերջում։ Հակոբը պայքարող նախանձավորության նպատակին հասնող այդ որակն է։
Իսկ անառակ որդու առակի Կորզող, այո, կորզող օրհնության գաղտնիքը բացահայտող։ Ամեն։ Ու այդ որակները, նաև անհատին բնորոշ երևույթներ։ Այսինքն կներես բարձրացնելու համար եմ ասում։ Երբ որ Աստված ասում է ես Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվածն եմ, այսինքն այդ տեսակները, այդ որակները, երբ որ դու ունես քո մեջ, դա քո Աստվածն է դառնում, այդ իմաստովն է։ Եվ ունես եւ ձգտում ես այդ որակները ունենալու։ Աբրահամը վաղուց չկա, Իսահակը վաղուց չկա, Հակոբը բայց Աստված չի դադարում Աբրահամի, Իսահակի, Հակոբի։ Այդ որակը մնում է գալիս է։ Իսկ անառակ որդու մեջ մենք շատ հաճախ շեշտ դնում ենք սրճեփն ասա, որ վերջում պետք է ես մոռանում ենք անջատենք։ Ուրեմն մենք սրճեփել ունենք, այնպես որ իմացեք մեր ստուդիան երբ որ անառակ որդու առակը մեջ բերում ենք, սովորաբար անդրադառնում ենք, կենտրոնանում ենք որդու վրա, անառակ որդու վրա կամ երկրորդ որդու վրա, բայց ես ուզում եմ հայր հասկացության վրա կենտրոնանանք, չէ որ դա նա խորհրդանիշն է նաև երկնային հոր, ինչ որակներ ունի։ Ուրեմն նախ ազատություն է տալիս ամբողջովին։ Որդին ասում է իմ բաժինը տուր ես գնամ։ Հայրն ասում է դու գիտես։ Չի ասում հələ տեղը ծսկվի, հələ նստի, տեղ չգնաս, ազատ կամք է տալիս։ Գնա տեսնենք ուր կհասնես։ Քո առաջ դնում է մահվան ճանապարհը եւ կյանքի ճանապարհը։ Շատ ճիշտ է։ Ինքը տնտրի։ Այսինքն անառակ որդու հայրը կամքի ազատություն է տալիս։ Ու սրանով իր սերը արտահայտվում է նաև սրանով, որ կամքի ազատություն է տալիս։ Դու կընկնես, կջարդվես, փորձություններ կլինեն, բայց այդ փորձություններից հետո դուրս կգա նոր որակով մի մարդ եւ հոր աչքը անընդհատ ճանապարհին է։ Շատ սիրուց դրդված։ Շատ կարևոր օրինակ վերեցիր եւ միտքս արտնացրեցիր նաեւ այս ուղղությամբ լուսավորեցիր քո խոսքով այս առակը շատ կարևոր է Փաստորեն ինչ է կատարում Գրիգոր եղբայր ամեն անգամ երբ որ մենք ասում ենք հայր մեր սրա մեջ կա նաեւ ապաշխարության ուրեմն բաղադրիչ մաս այս աղոթքի մեջ ինչու որովհետեւ իրոք մենք շատ դեպքերում հեռանում ենք հասնում ենք 0 մակարդակին ոչինչ չկա ոչ մի ուժերս զրոյից ներքև հատել ամեն ինչ այլևս մեր հույս չկա մեզանից որ ինչ-որ մի բանի կհասնենք ու հանկարծ վերադառնում ենք եւ նորից ասում ենք հայր ինչ գեղեցիկ է չէ այսինքն հայր մեր իր մեջ վերադառնալու այսպես նաեւ process ունի գործառույթության առարկա այո բայց այս հայր մերը ինքը ապաշխարության բան ունի իր մեջ բաղադրիչ մաս Տեր նորից եկա քո առաջ հայր նորից եկա հայր տանջված բեռնավորված դառնում ես որ դու ես հայր դա նաև փորձառություն է այսինքն դու չես կարա եկեք խոստով անենք որ մենք չենք կարա հենց այնպես ասենք հայր եթե անենք էլ դա այնքան կեղծ է այնքան ես հասկանում որ կեղծիք կա դրա մեջ եթե ես Տեր եմ կամ ես հայր եմ որ այն պատիվը այսինքն սա փորձառություն է այսինքն ինչ երբ որ մենք ասում ենք հայր մեր սա փորձառությունից եկած խոսք է սա քո կաշվիտ վրա ներվերով տանցած ուրեմն խոսք է սա բեռնավորված մարդու խոսք է սա ազատագրության կարիք ունեցող մարդու խոսք է սա զղջումով անցնող մարդու խոսքը այսինքն զղջումը եւ ապաշխարությունը ինքը պարտադիր պետքա հայտարարի նրան որպես հայր մեր ամեն պարտադիր սա իրոք շատ կարևոր է եթե կներես եթե միայն այս տողերը վերցնենք եւ այս գիտակցություն ունենանք աղոթքի ժամանակ մենակ սրա մասին աղոթի
Մենակ սրա մասին մտածի, որ նա քո հայրն է, ինչերով ես անցել, եւ երբ որ ետ եկար, ինչպես նա ընդունեց քեզ։ Ամեն։ Շատ կարևոր է այս առարկա։ Եվ այստեղ նարեկացու օրինակը մենք միշտ բերում ենք, ինչու՞ն էր մատյան ողբերգության, ինչու՞ն էր նարեկացու ողբերգությունը, ինչու՞ն էր կռիվը նարեկացին ինքն իր հետ կռիվ էր անում։ Գիտես ինչու՞ն էր, որ ինքը այնպես շնորհակալություն չի հայտնում, ոնց որ հարկն է։ Ինքը երախտագետ չի այնպես, ինչպես հարկն է։ Ինքը այդ մեծ ողորմության նկատմամբ չի կարողանում համարժեք շնորհակալություն հայտնի։ Չես էլ կարողանա, որտեվ մտքից վեր է, ոնց ինչ անես, միտքդ չի կարողանում ընկալել, այնքան մեծ է ողորմությունը Աստծու, որ մեզ լիազորություն ա տվել իրեն հայր կոչել։ Ես ով եմ, որ Լիազորությունը տվել է վերստին ծնունդի շնորհիվ։ Հա, իհարկե։ Վերստին ծնված մարդը միայն սա կհասկանա, թե ինչպես աղոթել։ Գրիգոր եղբայր, իրոք ես երբ որ նայում եմ հիմա էլ աղոթքին, հասկանում ինչքան թույլ տվեք ասեմ ես բառը ավելի որ իր արժեքը բարձրացնենք աղոթքի, շատ բարդ ինստիտուցիոնալ խնդիր ունի իր մեջ աղոթքը։ Դու հասկանում եք, աղոթքով դու խնդիր ես լուծում, բայց այնքան պետքա ճիշտ լինի այդ աղոթքը, այնքան պետքա համահունչ լինի Աստծո կամքի մեջ, այնքան պետքա սիրված եւ եթե նայենք հին ուխտի մեջ եւ ինչու՞ չէ նաեւ նոր ուխտի մեջ աղոթքներ կար, որ Աստծուն ոնց ասեմ շարժում էր աղոթքի Աստված ուղղակի չէր կարող չպատասխանել, որովհետեւ որակավորված աղոթք էր։ Նայեք, երբ որ այս աշակերտը ասեց, որ դե սովորեցնում ես աղոթք, ինքը հասկացավ, որ այն աղոթքը, որ Հիսուս արեց, ինքը մարգարեական աղոթք էր, ինքը որակով էր, ինքը Աստծո սրտին համահունչ աղոթք էր, եւ ինքը հասկացավ, որ կարիք ունի սովորելու։ Քուրեր եղբայրներ, իրականում եկեք անկեղծ լինենք ասելով, որ մենք դեռ կարիք ունենք սովորելու աղոթքը։ Որտեղ մեր արած աղոթքները շաբլոններ են, մեխանիկաբար, հա, իներցիայի ուժով, ինչ որ մեկից սովորած։ Առաջին ինքդ քեզ ես ասում, ես ինքս ինձ եմ ասում, հաճախ ստացվում է, որ աղոթք եմ անում, որովհետև պետք է աղոթք անել։ Ոչ թե կկպնի, չկպնի մեր ձեռով կպցնող աղոթք է, արեցինք աղոթքը։ Եվ շարունակելով այս միտքը, նա իրոք աչքը ճանապարհին էր։ Մեր հայրը գրված է, ես մեղավորի մահը չեմ ուզում, միջոցներ եմ փնտրում նրան ազատելու, փրկելու, իմ բառերով եմ ասում, բառացի չեմ ասում։ Այսինքն նրա աչքը ինչից եմ հասկանում, որովհետև վերջի պահին երբ որ վերադառնում է ոսկին, սպասում էր, նայում է, տեսնում է, հեռվից տեսնում է, իսկ ինչի է նայում հեռուն, որտեղ սպասում էր, դուրս էր գալիս եւ նայում էր աշկը ճամփին, այդպես ասած, ամեն որակներն են հոր եւ կարևորագույն մի փաստ կա երկրորդ որդու հետ կապված, ասեց ինձ մի ուլ չտվեցիր, իսկ սրան ինչեր խնջուկ ես անում ես մորթում են, ես մորթում, ասում է ինչ որ ես ունեմ, քոննա։ Չեր հասկանալը չի փաստը, այն փաստը, որ յուրաքանչյուր որդու ասում է, ինչ որ ես ունեմ, քոննա։ Հասկանում ես, սա մենք ասում ենք մեխանիկաբար ու անցնում ենք, բայց իրականում մեծ աշխարհ է, մեծ երևույթ է։ Դուք նկատում եք, սիրելի քուրեր եղբայրներ, հայրմերի վրա ինչքան ենք ծավալվում եւ դեռ ինչքան խորանալու տեղ կա, միայն հայրմերի։ Երբ որ աղոթքիդ մեջ, աղոթքի բաղադրությունների մեջ չկա հայրմերը, ինքը անորակ, գիտես կարող է մենք աղոթենք
խնդրենք ինչ որ բաներ երբեմն Աստված պատասխանի կամ ժամերով համոզենք սրա մասին չի խոսքը չեմ ասում որ այս տեսակ աղոթքը Աստված կընդունի կամ չի ընդունի գուցե կընդունի իհարկե դա մեզ չի վերաբերում բայց մենք համաձայնվի որ մենք խոսում ենք որ աղոթքի մի ուրիշ մակարդակի մասին որին վերստին ծնվածը պետքա հասնի այդ աղոթքին եւ այս աղոթքը օրինակ հայրները նույն գաղափարը չի ինչ որ Պողոս Առաքյալը ասում համարձակ մոտեցեք շնորհքի աթոռին որ ողորմություն եւ շնորհք ստանաք միթե նույնը չի նույն զուգահեռներն են այսինքն հայրը ինքը իր մեջ նկատում ես որ նաեւ համարձակություն ունի ամեն ինքնադատապարտված չես մոտենում վախվխորած չես մոտենում կասկածներով չես մոտենում հա նենց նրան փորձելով մանիպուլյացիա անելով չես մոտենում ուղղակի ես մոտենում որպես հայր դու գիտես որ քո հայրը ճանաչելով նրան հա նաև ճանաչողության իմաստ ունի իր մեջ որպես հայր դու քո հորը ճանաչում ես հերվից հորդ ոտնաձայներն էլ կարող ես զանազանել հազարավոր ոտնաձայներից հորդ ձայն էլ կարող ես զանազանել հազարավոր ձայներից եւ միանգամից հասկանալ որ հայրդ եկել է կամ դու ես գնացել քո հոր մոտ եւ քո այդ փաթաթվել զղջալ հա ինչ արեց հերը գիտես ինչ ասեց բերեք մատանին հագուստը հագցրեք այսինքն նորացրեց ստատուս տվեց նոր այսինքն աղոթքդ երբ որ դու ասում ես հայր մեր եւ այս ամբողջ փաթեթը սկսում է քո ներքին ինքնության մեջ աշխատել հոր հետ կապված այդ փաթեթը ինչի մասին որ մենք խոսացինք որ դեռ կարելի է խոսալ միանգամից քո ստատուսը բարձրանում է միանգամից նոր հագուստ ես ստանում հայտարարվում է որ կորած էր ու գտնվեցիր այսինքն դա դու փորձառաբար վերապրում ես չէ հայր մեր ու այդ աղոթքը ամբողջը մի ժամ ես աղոթում չգիտեմ մի օր ես աղոթում բայց ամբողջը նվիրված է միայն այս խոսքին հայրին եւ պատահական չի որ աղոթքը սկսում է հայր մերով այսինքն իհարկե ով եմ ես ով ես այո շատ երբ որ այս գաղտնիքը բացվում է մարդու համար հասկանում ես թե ով ես դու ով աննա որ երկինքն ես սուրբ եղից այսինքն առանձնահատուկ զատված ու հասկանաս սա է ի սկզբանե ու գնահատես սա ամեն եւ հրաշալի համարներ կան այս հոր հետ կապված ասում է եւ Սուրբ Հոգին ներքուստ ասում է որ աբա հայր վկայություն է տալիս մեր հոգում եւ ապացուցումը սա հոր մեծ սիրո արդյունքն է որ պետք է գնահատել սուրբը նրա անունը եւ այդ սրբությունը առանձնահատուկ սրբություն է առանձնացված դա երկինքն է ամեն եւ հասկանում ես այն բառերը որ ասվում է հայր մի կոչեք որևէ մեկին քանզի նա է հայրը այսինքն չի նշանակում որ քո ծնողին արհամարես կամ նսեմացնես քանզի գրված է սիրիր հարգիր քո հորը քո մորը որովհետև դա առաջին խոստումն է որ իր հետ խոստում ունի առաջի պատվիրանը որ խոստում ունի սա նշանակում է հայր հասկացողության էտալոնը հայր հասկացողության ստանդարտները վարդապետ հասկացողության էտալոնը ոչ մեկին ուսուցիչ մի կոչեք որովհետև ինքն է ուսուցիչը առաջնորդ մի կոչեք որովհետև ինքն է առաջնորդը այսինքն սա էտալոն ինչպես կարծեմ Բրյուսելում է թե Ժնևում է դու ես եկել այնտեղից կիմանաս գոյություն ունի չափի էտալոնը մետրը ժամացույցի էտալոնը ժամանակի էտալոնը որ երբեք մի ակնթարթ անգամ հետ չի մնում էտալոններ
այդպես էլ հայր հասկացողության ճիշտ Էտալոնը լեզուս չի պատտվում էտալոն ասել ինչպես վարդապետ հասկացողության էտալոնը հա ինչպես առաջնորդ հասկացողության ամեն դու նկատում ես որ շատ լավ ասացիր եւ ուզում եմ շարունակեմ այդ միտքը շատ կարեւոր միտք ասացիր որ իզուր չի որ առաջինը հայր մերն է որովհետեւ այս աղոթքի մնացած տողերը ուղիղ կապ ունի դրա հետ Եթե նա մեր հայրը չի, եթե մեր վերաբերմունքը նրա հանդեպ որպես հայր չի, եթե վերստին ծնված չի մեկը, ինքը չի հասկանես աղոթքի ընդհանուր գաղափարը, որովհետև ամեն մի նախադասությունը ինքը մի բաժին աղոթք է, բաժիններ են սրում, հա? Չափաբաժին է սա կյանքի տարբեր ասպարեզներին վերաբերող սա ոչ թե անգիր անելու աղոթք է թեպետ որ շատ հաճախ անում ենք սա անգիր բայց սա չափաբաժիններ են աղոթքի թույլ տուր համեմատեմ համակարգչի հետ դու գիտես տեխնոլոգիան ինչ որ բանի սխվում ես ու այդ ինչ որ բանը ինչ որ աշխարհներ է բացում Բայց սկզբից ոնց է կոչվում այդ փոքրիկ նշանը բանն է ծրագրի ինչ են ասում նշանը այդ ծրագրով ես մտնում մուտք գործում ծրագրի մեջ ահա այդպես էլ ամեն մի նախադասությունը մի հատ ճտացնում ես բացում չես պատկերացնի տես եթե մենք վերցնենք այսօր ուրեմն մենք հայրները ուսումնասիրեցինք, բայց քեզ ասեմ, շատ քիչ բան ուսումնասիրեցինք։ Հա, չէ, դեռ ասելիք կա։ Դեռ շատ խորանալիք կա սրա մեջ, բայց եթե երկրորդ տող օրինակ ուրեմն որ երկինքն ես քո անունը սուրբ լինի քո արքայությունը գա։ Միայն սրա վրա, միայն այս չափաբաժինը, այսպես ասած, որպես աղոթք եթե մենք վերցնենք, ժամեր, օրեր, ամիսներ են պետք։ Լուրջ եմ ասում, երկնքում ես քո անունը սուրբ լինի, քո արքայությունը գա։ Մի ամբողջ տեսություն է սա, որ պետք է ուսումնասիրվի։ Եվ նույնն էլ հաջորդը, քո կամքը լինի, քո ուրեմն վերջապես։ Ես ուզում եմ այդ նախադասություններից մեկն էլ ընդգծեմ։ Ինչպես երկնքում այնպես։ Հա, ներիր մեր պարտքերը, ինչպես եւ մենք կներենք մերոնց պարտապանած։ Սա մի այլ տեսանկյունից նայենք ներել պարտքերը որակա որ դու ուզում ես ձեռք բերես ինչպես մենք կներենք մեր պարտապաններուն այդ որակը ումից ձեռք բերեցի նրանից հորից հայրը ինչ է սովորացնում գեները ինչ են հոր ներման ողորմած լինելու գթառատության այդ որակները սովորեցրու ինձ ուզում եմ շատ ճիշտ ես ասում մի խոսքով այս աղոթքը ների մեր պարտքեր ինչպես մենք կներենք մեր պարտապաններին մեկնում են սենց դե փաստորեն մենք տիրոջ հետ բազարի մեջ շուկայական բան ենք ստեղծում բայց դա այդպես չի դու շատ լավ ասացիր ես ուզում եմ այդ քո ներման գենը ունենամ իմ մեջ տեր այս հիմա շատերը որ մերժում են ասում են շատերը չէ ոմանք ասում են որ հայրմերը ժամանակավրեպ է այս փաստն են բերում ներիր մեր պարտքերը ես մի անգամից եմ ասում այս տեսակները որ հայրերին կպնում են, վերստին ծնունդ չունեն։ Ասում եմ դուք չունեք, որովհետև դուք չեք հավատում, որ արդեն ներել է Տերը։ Ներել է, այո, արյամբ քավություն ա տվել, բայց ինչ պարտք ունենք։ Մենք պարտք ունենք, որ չենք գնահատում։ Մենք պարտք ունենք, որ շնորհակալ չենք։ Մենք պարտք ունենք, որ երախտագետ չենք։ Այդ նարեկացին նշեցի, այս պարտքերն էր ինքը տանում իր մեջ ու կռվում էր անընդհատ։ Ինքը իր հետ կռվում էր։ Ներիր մեր պարտքերը, հայ, դու այսքան ինձ հայր ասելու իրավունք ես տվել, ես չեմ գնահատում։ Բայց մի հատ ուրիշ միտք էլ կա։ Այն որ ասում ենք ներիր մեզ ինչպես մենք ենք ներում, ոչ թե մենք ենք ներում, որ ինքը մեզ ների, այլ
մենք ներված ենք, որ ներում ենք, այսինքն ես ուզում եմ այդ ցիկլի մեջ մտնեմ, Տեր, ես ուզում եմ ամեն անգամ, երբ որ գամ զղջմամ եւ ապաշխարմամ քո ներկայության մեջ, կարողանամ, երբ որ դուրս գամ իմ եղբոր հետ հանդիպեմ, որը ինձի պարտք կա, ես էլ իրան ներեմ, որովհետեւ ես դրանով եմ մոտիվացվում ներելու, սա շատ կարեւոր է, որովհետեւ մենք շատ ենք խոսում, Տերը մեզ ներելա, Տերը մեզ ներելա, եղբայրս Տերը քեզ ներելա, բայց դու խնդրեմ ունես քո կյանքի մեջ, գիտես խի, որովհետև դու միակողմանի ես դա դատում, Տերը քեզ ներելա, ուրեմն վերջ, ոչ, եթե Տերը քեզ ներելա, դու էլ ես պարտավորներ ես, եթե կներես, եթե Տերը քեզ ներելա, եւ դու ազատվել ես, եւ դու չես ներում, դու խնդրեմ ունես Տիրոջ հետ, այս սրա մասին է այդ խոսքը։ Եվ մի կարևոր, ասենք, էլի այդ կլիկը արեցիր, աչ կլիկ ես, հա տենց սովորել եմ, տեսնում ես, ինչ տերմիններ գիտեն։ Ուրիշ բաներ է բացում է նաև, երբ որ քո այտին խփում են, մյուս այտը դեմ արա։ Շատեր ասում են, ոնց կարելի է, սա նշանակում է ներիր մեր պարտքերը, ինչպես մենք կներենք մեր պարտապաններուն, այսինքն քո ներողամտությամբ, քո ողորմությամբ, քո սիրով, որովհետև առանց սեր չես կարող անել սա, դու մյուս այտը ես դեմ անում։ Ես ուզում եմ պնդեմ, շատ ճիշտ ես, լրիվ 100%, բայց պնդեմ, մենք ինչպես ենք գեներացվում ներելու, այս այ է խնդիրը։ Ինչն է մեր մեջ գեներացնում ներելու, գիտես ինչը, որովհետև դու ներված ես, որովհետև այն, որ քեզ ներվեց, շատ ավելի մեծ է։ Իսկ ինչու ես դու ներված, որովհետև սիրում ես, հայր ունես, հայր մերի, որովհետև Աստված հայրը, Աստված սերն է, քո հերն է, եւ սերը է, դու նկատում ես, որ էլի հայր մերից է բխում ներելը, շատ խիստ կապ ունի սրանք իրար հետ, սելի քուր երեխաներ, եւ երբ որ մենք ասում ենք հոգեվոր կյանքը սա է, երբ որ մենք հասունանում ենք որպես վերստին ծնվածներ, հասունանում ենք Քրիստոսի մեջ եւ սկսում ենք ճանաչել մեր հորը փորձառաբար, ընկնել հելնելով, փառք Տիրոջը, որ ընկնել կա։ Հիմա շատերը գուցե չհասկանան։ Լավա որ ընկա, որովհետև ես ընկա եւ իմ հոր սերը ավելի ճանաչեցի, ես ընկա եւ գնացի հորս մոտ, ես գնացի եւ հայրս ընդունեց եւ ապաշխարությունը հենց սա է ճշմարիտ եւ դա է քո կյանքը փոխում եւ այդ ներման արդյունքում դու դառնում ես ներող, դու մեխանիկաբար մոտեցար այդ հասկացողությանը, մի տանիր մեզ փորձության, որն այդ փորձությունը ըստ քեզ, այլ փրկյա մեզ չարեն, փորձությունը, մեծագույն փորձությունը հանկարծ չուրանամ իմ Աստծուն, ուրանալ Աստծուն, դա է փորձությունը, հանկարծ այս դժվարությունների, այս հաջողությունների, այս հարստությունների, այս պրոբլեմների մեջ չուրանամ Աստծուն։ Շատ հետաքրքիր բան ես ասում, մենք չենք որոշել, որ ամբողջ հայրները, բայց քանի որ նոր աղոթքի սիստեմի մասին է Հիսուսը այս աղոթքի սիստեմը բերում մեզ, ուզես չուզես պետք է անդրադառնաս։ Հակոբոս ասում է, մենք մի ասա, որ Աստված մեզ փորձության մատնեց, այդ փորձության մեջ որ ընկնում եք ձեր ցանկությունների պատճառով է, չէ՞։ Այսինքն մի տանիր մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, թույլ տվեք մի փոքր տարբեր մտածենք այս ուղղությամբ։ Փրկիր մեզ չարիցը դա մենք անձնավորում ենք, ասոցացնում ենք սատանայի հետ։ Գուցե ճիշտ է, չեմ ուզում դրա մասին շատ ծավալվեմ, չարից ասոցացնում ենք սատանայի հետ։ Իսկ մի հատ օրինակ բերեմ, մի հատ բան ասեմ։ Իսկ կարող է այդ չարիցը, ազատիր մեզ չարիցը հենց մեր մեջ է, այդ չարը։ Որտեվ սկսում է մի սիրիր աշխարհը, այդ մտքից է սկսում։ Կարող է այդ չարը, այդ մարդկային անորակ սիստեմն է, աշխարհից եկած մեր մեջ, որ ունենք, այդ մարդկային բնույթն է,
Ադամից ժառանգած կարող է չարը դա է, կարող է դրա մասին է խոսքը, կարող է մի խոսքով սրա մասին է Հիսուս ուզում ասի, ես հոգնել եմ իմ ցանկություններով ընկնել փորձությունների մեջ, ես ուզում եմ ազատվել չարից, այսինքն իմ հին մարդուց, այն հին բնույթից, ադամական մեղքից, ուզում եմ այդ անորակ կյանքի ապրելաձևից ազատվեմ, դա չարա, դա վատնա, դա անորակ երևույթ է, կարող է դրա մասին է խոսքը, այո, դրա մասին է միանշանակ նշում մի սիրիր աշխարհը եւ ինչ աշխարհի մեջ է, քանզի աչքի ցանկություն, մարմնի ցանկություն, որ բերում է կյանքի ամբարտավանություն։ Տեսա՞ր, որ չարը դա է։ Ամբարտավանությունը, այո, նաեւ դա։ Որովհետեւ եթե մենք մտածում ենք սատանայից փրկի, մենք պատասխանատվությունը գցում ենք իր վրա, մեր սխալի գիտեք ինչ ձև։ Չարը արեց ախպեր, ես չարեցի։ Սատանան արեց։ Ես ինչ իմանայի։ Չէ, դες բան շատ ենք ասում այդ սատանան տեսար ինչ արեց ինձ։ Քուրս եղբայրս դա այդքան էլ այդպես չի։ Սատանան լավ, այսպես ասեմ, չարը մեր մեջ է։ Չարը պիտի պարտվի։ Այդ որ ասում է հին մարդու թաղվելու մասին, անձը ուրանալու մասին, ինչի մասին է, եթե ոչ չարի մասին։ Սխալ չի կարծում։ Չէ, հայրերից եկած արտահայտություն կա, քո մեջ նայած ինչն ես կերակրում։ Այո, եթե չարն ես կերակրում, նայա զորանում։ Այո, միանշանակ։ Այնպես որ հայրները շատ լուրջ աղոթքա, շատ բարձր մակարդակի աղոթքա։ Ես շատ լուրջ մտածելու աղոթում եմ ու ասում եմ Տեր, դու ես սովորեցրել, թույլ տուր քո սովորեցրած աղոթքով քեզ դիմել։ Ու հայրերն եմ աղոթում։ Հայրերը տենց անգիր մի արա։ Մի օր աղոթքից թեման թող լինի հայրերը։ Մի օր աղոթքի թեման թող լինի, ասեմ, հա։ Մի օր աղոթքի թեման թող լինի, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի, քո արքայությունը գա, մի օր դրա մասին, մի օր թող աղոթքի թեման լինի, քո կամքը թող լինի, Տեր, ինչպես երկնքում, այնպես ընդ մի ուրիշ տեղ, չէ, կներեք, դրա մասին չի։ Մեր հանապազորյա հացը։ Մի րոպե, սրա մասին էլ մի փոքր, նա ինչ ասում, քո կամքը լինի, ինչպես որ երկնքում, այնպես երկրի վրա, այդ որտեղ երկրի վրա, դու ես այդ երկիրը, այսինքն թող քո կամքդ իմ մեջ բնակվի, այդ իմաստ ունի նաև սա, թե չէ երկրի վրա մենք մեր հետ կապ չունի, էլի, թող տիեզերքը աշխարհը քո կամքով շարժվի, ինքը շարժվում է Տիրոջ կամքով, Աստված ամեն բանից տեղյակ է, բայց քո հետ ինչ կապ ունի սա, մեծ կապ ունի, կամքդ լինի իմ կյանքում, այս իմաստ ունի սա, ես շատ կարճ եմ ասում, բայց սրա մասին կարելի է երկար խոսալ, ամենօրվա հացի մասները։ Հա, նաև թեմայի ամենօրվա հացը շնորհակալություն Տերես Կերակուրի համար, շնորհակալություն հոգևոր հացի համար, քանզի ամեն Աստծո բերանից դուրս եկած կերակրող հայր, որպես մատակարարող։ Այո, իհարկե։ Նաև դա գնահատես, մեխանիկաբար չլինի Աստվածի պես։ Դու հետո նկատում ես այսօր մեզի տուրը շատ լուրջ, այսինքն հիմայի մասին է խոսում։ Այո։ Ես մի ձևով այս կոնտեքստի մեջ ներառում է այս գիտակցությունը մեր հիմա վաղվա մասին հոգ մի արեք ասում է Հիսուս չի ասում այսօր եւ վաղը մեզի դուր ասում է հիմա այսինքն հիման մեզ համար շատ կարեւոր է ներկան այսօրը մենք ինչ մենք ունենք այսօրը մեզ պետք է այսօրը եւ Տերը մեզ պիտի մատակարարի այսօր նաեւ մանանայի խորհուրդ ունի սա իր մեջ այսօր մեզ մանանա տվեց վաղ այս մանանան չի աշխատելու վաղը նոր մանանա պիտի լինի լավ բան ես ասում օրվա հացը այո որ մարգարեն էր որ Եղիան էր կարծեմ աղոթեց անձրև չեկավ եւ վերջում որոշ ժամանակ անց աղոթեց սովներ տիրում անձրև եկավ
Անձրև եկավ ու կանաչ աճեց, ցորենը աճեց, անասունի կերը աճեց, այսինքն կարող էր չգալ, չէ՞։ Մեր անապազորյա հացը եւ մարմնական հացը եւ հոգեվոր հացը, որովհետեւ հոգու սովն էլ ահավորա, եւ ես ասում եմ ձեզ կգա ժամանակ լի ու առած սեղանների շուրջ դուք հոգու սով կունենաք։ Իսակյանն ագրում։ Գրիգորի շատ շնորհակալ ենք։ Քեզ շնորհակալություն, որ փոքր դաթարից հետո առաջինը ինձ վստահեցիր գալ։ Հյուր։ Շնորհակալ եմ։ Շատ կարևոր թեմա է, շատ քիչ խոսացինք, բայց լավ էր, որ քիչ խոսացինք։ Շատ խոսանք պիտի տաս։ Բայց եկեք մտածենք, վերցրեք մի համար, այս մի կոնտեքստ հայրներից եւ սկսեք մտածել։ Քուրեր եղբայրներ չեք պատկերացնի, ինչ աշխարհներ կարողա բացվի ձեր կյանքում եւ անպայման ձեր մեջ կհասունանա աղոթքի կարիքը, աղոթքը պարտականություն չի, դա կարիք է, դա մի բաժակ սառը ջուր է, դա մի կում օդ է, որ դու կարող ես շնչել, եւս մեկ շունչ քաշել։ Աբրամ, ներողություն, ես անհամեստ բան ասեցի, շտկեմ ինձ, քո բոլոր հյուրերը արժանավոր, լավ խոսք, լավ վարդապետություն, լավ ուսուցում տվող անհատներ են։ Փառք Տիրոջը։ Երևի վերջին տեղում ես եմ։ Չէ, դες մի ասա Գրիգոր ջան, չէ։ Մեզ Հակոբն էր միացել աղջան, եղբայրս։ Ահա Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Հակոբ ջան, տերորն է եղբայրս։ Մենք ձեզ շատ սիրում ենք, քեզ ընտանիքիդ կարոտել ենք։ Այսպիսին էր մեր եթերը, սերիկորեր եղբայրներ, այսօրվա շատ ինքնաբուխ լավ զրույց ունեցանք եւ խորհենք թող հասունանա մեր աղոթքի որակը։ Եկեք ինձնից սկսած, թող այնպիսի աղոթք բարձրանա մեր մեջ, գրագետ աղոթք, չէ՞ մենք այտենց ամեն բառ ունենք, գրագետ, խելացի, որդու, Աստծո որդուն հարիր աղոթքի տեսակ, որում գրագիտություն իմ կարծիքով նշանակում է Աստծո խոսքի հետ հաղորդակցություն, ճանաչողություն, իմաստություն, բոլոր բխած Աստծո խոսքից։ Հասկանում ես, ոչ թե ասենք գիտական աշխարհից, մաթեմատիկա, ֆիզիկա եւ այլն, այլ Աստծո խոսքից բխած գիտություն, որ ամենա հասարակ էֆեկտիվ աղոթք են դրանք ուղիղ կապա Տիրոջ հետ։ Մեզ Արմեն մյուս ախտերս միացել ասում է, ես էլ եմ միացել, Արմեն ջան, շնորհակալ եմ, եղբայրս քեզ բարևում ենք։ Քուրեր եղբայրներ, տեղները տերևում է։ Այո, շատ։ Հիմա քո եղբայրս տունը կողքն է, ամեն անգամ բարձրանալուց մի հատ բարև եմ ասում, Արմեն ջան, ամեն բարձր։ Շատ լավ, Գրիգոր եղբայր, շնորհակալ եմ տերողնի։ Ես եմ շնորհակալ։ Քուրեր եղբայրներ, այսպիսին էր մեր եթերը։ Աղոթենք։ Մեր Գրիգոր եղբայրը առաջնորդությամբ գրագետ աղոթք։ Մեր հայր, փառք քեզ, շնորհակալություն որդի Հիսուս Քրիստոսի անունով, Սուրբ Հոգու հաղորդակցությամբ։ Խնդրում ենք ողորմյա Հայաստան աշխարհը Տեր, ողորմյա Հայաստան աշխարհը Տեր, խոնարհության, հեզության, ինչպես քո խոսքն ասում, Սուրբ Հոգին կթափեմ նրանց վրա, եւ խոնարհությունը, հեզությունը, սերը, հավատը Տեր ջան, փառք քեզ տուր մեր ժողովրդին, անկախ նրանից որտեղ են գտնվում Տեր, Եվրոպա, Ամերիկա, օգնիր ու օրհնիր նրանց Տեր, իմաստը հասկանալու եւ իմաստով ապրելու։ Փառք քեզ, շնորհակալ ենք, Հայր որդի Սուրբ Հոգի, հալելույա, ամեն։ Փառք քեզ Տեր։ Փառք Տիրոջը, սերի քուրի եղբայրներ, շնորհակալ ենք, որ մեզ միացել եք։ Հուսամ կկիսվեք այս եթերը ձեր ընկերների հետ։ Եթե կիսվել եք, շատ շնորհակալ եմ, եթե չէ, կարող եք վերջում կիսվել եւ այս եթերը վերջանալուց հետո 10 րոպեվա ընթացքում խոսքը տարածել 10 րոպեվա ընթացքում հայտնվելու է YouTube-յան ալիքում։ YouTube-յան ալիքը նշված է մեր Facebook-յան էջի վրա, կարող եք գտնել եւ նաեւ կխնդրեմ, որ բաժանորդագրվեք YouTube-յան ալիքում,
որպեսի շատանան մեզ դիտողները։ Տեր օրհնիցս, մնացեք խաղաղությամբ։ Մարանաթա, Տերը շուտով գալու է։ Ամեն։